Հոմի Թորոնտոյի Ռուբինա մասնաճյուղի վարչության անունով բարիքալուս կմաղթեմ ցեզի այս կարևոր դասախոսության ներկա գտնվելուն համար։ Մասնավոր շնորհակալություն գուզեմ հայտնել այս դասախոսությունը գազաբագերվող հանձնախումբին անդամներուն, որոնք քանի ամիսներ ի վեր կաշխատին կազմավորելու այս կարևոր ցերնարգը։ Մենք հարմար նկատեցինք այս դասախոսության նյութը The Role of AI in Our Lives Today, որովհետև ասնույթը շատ կարևոր նյութ մնե մեր բոլորին համար եւ մեծ հետաքրություն կա մեր բոլորին կողմից հորվելու artificial intelligence-ի թերը մեր առօրյա կյանքին մեջ, ուր որ դառնանք AI-ով շրջապատված ենք, փախուստ չկա եւ քիչ հետո մեր խոսնակը պիտի բացատրե կարևորությունները եւ մանրամասնություններով ցեզի պիտի զարգացնե մեր բոլորին։ Պիտի փորձեմ դանդասնեմ ցեզի այսօրվա մեր խոսնակին, մեր սիրելի Ռաֆայել Արաքելյան, ուրեմն եթե կարելի է ներողություն խնդրեմ, բայց անգլերենով պիտի ասեմ իր biography-ին, իր մասին։ Ուրեմն Ռաֆայել Արաքելյան is a cybersecurity manager at Accenture, specializing in industrial cybersecurity. Originally Cypriot Lebanese background, he moved to Canada in 2012 and has since built a career in consulting for global organizations. His expertise spans across various industries, including oil and gas, utilities, manufacturing, defense, and healthcare. Rafael is a frequent speaker at conferences and on podcasts with engagements for government agencies such as the US Homeland Security and Public Safety Canada. His recent work includes a detailed cybersecurity analysis of the pager attack in Lebanon that happened recently, which was published by the Military Operations Research Society of the United States. Rafael earned both his bachelor's and master's degrees in chemical engineering from the University of Toronto. Այսօրվա մեր նյութը պիտի the artificial intelligence, AI, արհեստական բանականությունը մեր կյանքի մեջ, մեր առօրյա կյանքի մեջ, ինչպես կրնանք օգտվել եւ ուշադիր լալ նաեւ։ Պիտի հրավիրեմ Ռաֆայելը, հրամեր Ռաֆայել։ Ինչ այսօր գիտենք, AI-ը կնշանակե artificial intelligence։ Ասպարը եւ ուրիշ technical բառեր անգլերենով բիցեմ, որտեղ հայերենով քիչ դժվար է։ AI-ը մարզմն է նվիրված ստեղծելու համար կոմպյուտերի սիստեմներ, որ կգադարեն կորձեր մարդոց փոխարեն։ Ասի definition-ն է։ Եվ AI-ի մարզը թեև խիստ ծևով կապված է computer science-ի եւ կոմպյուտերի սիստեմներու հետ, ադ իրականության մեջ մարզմն է, որ փաղկացած է շատ մջուղեր է, ինչպես թվապանություն, լեզվապանություն, computer science, data science, statistics, աս բոլոր ջուղերը միասին օգտագործելով կստեղծվի սիստեմներ, որ կգրնան ընդօրինակել մարդկային որոշումները եւ խնդիրներ լուծելու կարողությունը։ Քիչ մվերջ, ցեզի մի քանի օրինակ պիտի ցցնեմ, որ կգրնանք ավելի լավ ըմբռնել, թե ինչպես ասկիդության ջուղերը մեջտեղ կբերեն AI։ Բայց անգե առաջ պետք է հասկանանք, թե ինչպես գտնված է աս մարզը։ Մենք այսօր կգարձենք, որ AI-ը զարգացած է աս վերջին 3 կամ 4 տարվա ընթացքին, բայց ադիգա ճիշտ չէ։ Ինչպես որ կտեսնեք աս timeline-ին մեջ, AI-ի խաղապարը սկսած է հին ժամանակեն, եւ որ հույն փիլիսոփաներ, ինչպես Արիստոտել, երևակայեցին ինքնավար մեքենաներ կամ autonomous machines, եւ թարերու ընթացքին շարքը ուրիշ փիլիսոփաներ, գիտնականներ, թվապաններ շարունակեցին զարգացնել ասխաղապարները եւ անհարաճտիմությունները աստիճանաբար գազմեցին հիմքը, որ հետո դարձավ AI-ի մարզը։ Ցածկելով 1950 թվականին
Թվապան եւ գիտնական Alan Turing հարցուց հետեւյալ հարցումը. Can machines think? Գրնան մեքենաները մտածել։ Եվ այս շատ կարևոր հարցում մներ, որովհետև ներկայացուց թե օրը ինչպես պիտի գրնան մեքենաները ընդօրինակել մարդկային մտածելակերպը։ Ապա 1955-ին ուրիշ գիտնական John McCarthy անունով անվանեց այս գիտության ճյուղը գոչելով զայն artificial intelligence։ Կարևոր է հոս հիշեմ, որ այս timeline-ին մեջ եղած է հարյուրներով ուրիշ զարգացումներ։ Բայց չեմ գնար ամենը հիշել, ուրեմն զադած եմ ամենայն կարևոր կետերը։ Ցապկելով 1980-ներուն մեծ ընկերությունները արդեն գործածեին AI-ը իրենց սիստեմներուն մեջ եւ ասոնք կգոչվեին expert systems, կոմպյուտերի պրոգրամներ, որ կրնան գադարել կորձեր թվապանության մեջ, բժշկության մեջ, մեծ ինդուստրիներու մեջ։ Եվ 1997 թվականին IBM կոմպյուտերի ընկերությունը ստեղծեց AI պրոգրամը, որ գոչվեցավ Deep Blue։ Այս պրոգրամը հաղթեց Գարի Կասպարովին ջադրագի մեջ։ Գարի Կասպարովը վստահ գիտենք մեծ ջադրագի չամպիոն եւ մամանահայ։ 2006 թվականին ուրիշ մեծ ընկերություններ, ինչպես Facebook, Amazon, Netflix, YouTube, սկսան օգտագործել AI-ը պատրաստելու համար անհատական ծանոթություններ կամ personalized ads։ Օրինակ մտալու համար, եթե այսօր մենք ապրանքի մասին խոսենք կամ search անենք, պիտի տեսնենք ծանոթություններ կամ ads adnutին շուրջ։ Ասի դժբախտաբար AI-ին կբարդենք։ 2014 թվականին մեծ փոփոխություն եղավ։ AI սիստեմները սկսան ստեղծել իրականության նմանող նկարներ եւ վիդեոներ։ Եվ այս շատ կարևոր կետն էր AI-ի պատմության մեջ։ Հասնելով 2022 թվականին OpenAI ընկերությունը ներկայացուց ChatGPT-ին, որ ամենից գիտենք, եւ ասի մեծ հանրության արիթը տվավ օգտագործելու համար AI-ը եւ հետեւաբար արագցուց ադոր որթեքրումը։ Ուրեմն ինչը սոր կտեսնենք այս timeline-ին մեջ AI-ի պատմությունը հարուստ է, սկսած է հին ժամանակեն եւ գախյալ է շատմը գիտության ճյուղերը։ Անգեզად մենք այսօր կգարձենք, որ AI-ը բարձրապես ChatGPT-ն է, բայց ադիգայա ճիշտ չէ, որտեղ ChatGPT-ն պրոգրամն է եւ մեկ AI-ի տեսակ է, որ կգոչվի generative AI։ Անգեզად գա շատ մդարբել AI-ի տեսակները եւ այս սլայդի մեջ կտեսնեք, որ ես գազմագերբած եմ ամենեն շատ տարածված տեսակները 5 խումբերու։ Պիտի բացատրեմ ամեն մեկ խումբի ինչ է ամփոփված ցևով եւ օրինակ մտամ, որ կգնանք ավելի լավ ըմբռնել տարբերությունները։ Առաջին խումբը կգոչվի analytical AI, այսինքն սիստեմներ, որ գվերլուծեն մեծ քանակով դերեկություններ եւ pattern նկատելով կգնան հասնել որոշումներու։ Ինչս է, օրինակ մտալու համար։ Ծեր բանկերը գոկտակորձեն այս AI-ը իրենց fraud detection սիստեմներուն մեջ։ Այսինքն TD Bank-ը կամ որևէ մեկ ուրիշ բանկ գործածե analytical AI, որ գրնան հետաբնթեն ծեր credit card եւ debit card transaction-ները եւ pattern նկատելով գրնան անդրադառնալ, եթե transaction-ը fraudulent է կամ գասկածելի է։ Երկրորդ խումբը կգոչվի predictive AI։ Ասոնք սիստեմներ են, որ գոկտակորձեն անցյալի կամ ներկա դվյալներ, որ գրնան աբակայի վերապերյալ քուշագություններ ունեն։ Օրինակը Tesla-ի օտոները գործածեն այս տեսակ AI-ը, որ վերլուծեն օտոյին սենսորներու դվյալները, ինչպես օտոյին հեռավորությունը ուրիշ օտոներեն, օտոյին հեռավորությունը մարդոցմե, ջամփուն պայմանները, որ գրնա սիստեմը անդրադառնալ, թե օտոն կկալեգոր աբահով ցևով կամ ոչ։ Երրորդ խումբը թյուրին է, արդեն հիշեցինք, կգոչվի generative AI,
եւ ասոնք համակարգեր են, որ կստեղծեն նկարներ, վիդեոներ, երգեր, նույնիսկ կոմպյուտերի պրոգրամի կոդեր, եւ օրինակը, որ հիշեցի, ChatGPT, adonk որ չեն գիտեր, ասի պրոգրամն է, որ կրնա մեր առօրյա հարցումները պատասխանել, մասնակիտական ձևով եւ կրնա ընդօրինակել մարդկային մտածելակերպը։ Չորրորդ խումբը կգոչվի assistive AI, այսինքն սիստեմներ, որ գօգնեն մեզի ամբողջացնելու համար մեր առօրյա աշխատանքները, ինչպես email գրել, ադենակրություն պատրաստել, քրական սրբակրություն անել։ Եվ օրինակը, որ պիտի հիշեմ հոս, Microsoft ընկերությունը ունի պրոգրամը, որ կոչվի Copilot, եւ շատ ընկերություններ այսօր օգտագործեն այն։ Եվ վերջապես, վերջին խումբը, Agentic AI։ Ասիգա ամենեն նոր եւ ամենեն զարգացած AI դեսագն է այսօր։ Ասոնք սիստեմներ են, որ կրնան ամբողջացնել շատ իրարու կապված աշխատանքներ։ Օրինակ մտալու համար, եթե ես այսօր հաջախորդիմը email գրեմ, արշիվը դեր գուզեսնի։ Եթե ես հաջախորդիմը email գրեմ, ասելով որ երկու շաբթի պիտի հանդիպենք ժամը 8-ին առցանց, առանց իմ հրահանգից AI պրոգրամը, որ կգոչվի agent, կրնա գազմագերբել հանդիպումը, կստեղծե հրավերը եւ կղրգե այդ հրավերը բոլոր մասնակցողներուն։ Հետևաբար, այս սլայդը մեզի ցույց կտա, թե ինչապ լայն է AI-ի կորձունեությունը եւ մեկ դեսակ technology կամ մեկ դեսակ չէ։ Գա շատ մդարբեր դեսակները եւ ամեն մեկը ունի իր նպատակը։ Հիմա ցեզի պիտի ցույց տամ մի քանի օրինակ, որ կրնանք ավելի լավ ըմբռնել դարբեր դեսակները եւ նույն ադեն պիտի տեսնենք, թե ինչպես գիտության ճյուղերը մեջտեղ կբերեն AI-ը։ Այս օրինակը կվերապերի analytical AI-ի հետ, այսինքն առաջին խումբը։ Ցեզի ցույց կտամ առաջին դուփին մեջ 5 credit card-ի transaction-ներ։ Կպատկանին նույն անձին կամ նույն հաշիվին։ Գալի շատ հստակ չէ, բայց առաջին 3 transaction-ները եւ 5-րդ transaction-ը դեղի կունենան Կանադայի մեջ եւ կանադական դոլարով են։ Ապա 4-րդ transaction-ը դեղի կունենա Չինաստանի մեջ եւ չինական դրամով է։ Մեջտեղի դուփին մեջ ցեզի ցույց կտամ, թե ինչպես AI սիստեմը գվերլուծե այս transaction-ները եւ գանտրատարնա, որ 4-րդ transaction-ը դարբեր է մնացածներեն։ AI պրոգրամը կգարենա ասի անել օգտագործելով թվապանություն, statistics, computer science եւ ուրիշ գիտության ճյուղեր։ Անգեզად սիստեմը կամ պրոգրամը համատրելով անցյալի transaction-ներու հետ կմչի գտներ, որ գարթարացնե or justifies as Չինաստանի մեջ եղած transaction-ը։ Եվ ուրեմն գահասնի ան եզրակացության, որ as transaction-ը գշեղի անցին նորմալ առօրյա աշխատանքներն։ Երրորդ դուփին մեջ ցեզի ցույց կտամ, թե ինչպես fraud detection system-ը գանտրատարնա կամ գնշե, որ as 4-րդ transaction-ը գասկածելի է կամ fraudulent է։ Կարևոր է հոս հիշեմ, որ եթե as անձը քնածը լար credit card-ով օտանավի դոմսակ Չինաստան երթալու կամ բանթոկ ապահովվածը լար Չինաստանի մեջ, այն ադեն հետ պիտի լար, որ գարտարացնե Չինաստանի մեջ եղած transaction-ը եւ սիստեմը պիտի չի հասներ նույն եզրակացության։ Այսինքն transaction-ը պիտի չի հաշվվեր իբր fraudulent կամ գասկածելի։ Հիմա մեր երկրորդ օրինակը ասի գվերապերի generative AI-ի հետ, այսինքն երրորդ խումբը։ Առաջին դուփին մեջ ցեզի ցույց կտամ, թե ինչպես անցմը կբահանչե ChatGPT-ն կամ որևէ մեկ ուրիշ generative AI պրոգրամ է խաչքարի նկարը։
գդբե հետևյալը, give me a picture of խաչկար։ Մեջտեղի դուփին մեջ ցեզի ցույց կտամ, թե ինչպես աս AI սիստեմները նախաբես մարզված գլան։ Հարյուրներով կամ հազարներով խաչկարի նկարներ դրված գլան սիստեմին, որ գրնա անդրադառնալ, թե ինչ է խաչկարը։ Եվ երրորդ խումբին մեջ կտեսնենք, որ ChatGPT-ն կամ պրոգրամը կստեղծե նոր խաչկարի նկարը։ Կարևոր է հոս հիշեցնել, որ աս կարողությունը, AI պրոգրամի կարողությունը, գախյալ է թվապանության, statistics, computer science, գիտության ճյուղերը, որ գրնա գաբել անցին դբածը կամ բահանջածը նկարին հետ։ Առանց աս գիտության ճյուղերը ան երկու բաները իրարու հետ չեն գրնար կապվել։ Հիմա քիչ մխոսենք, թե ինչպես կրնանք օգտագործել AI-ը մեր քաղաքեն ներս։ Աս նյութը բաժնած եմ 3 խումբերու։ Առաջին խումբը գվերապերի անձնական ընկերություն ունեցողներուն, երկրորդ խումբը մեր զանազան վարչություններուն եւ հանձնախմբներուն, եւ երրորդ խումբը գվերապերի մեր դաստիարակչական ծրագիրներուն։ Պիտի տեսնեք, որ ամեն մեկ խումբին կներկայացնեմ 3 կատեգորիներ, ուր իմ կարծիքովս AI-ը կրնա օգտակար դառնալ։ Սկսենք առաջին խումբեն, այսինքն ընկերություն ունեցողներն։ 3 կատեգորիները հետևյալն են. customer service, administration եւ marketing։ Customer service-ի բարակային ընկերությունները կրնան հաստատել AI chatbots իրենց website-ներուն մեջ։ Ինչ են ասոնք։ Ասոնք AI պրոգրամներ են, որ կրնան պատասխանել հաճախորդին հարցումներուն եւ գուտան դեղեցություններ։ Հիմա չեմ գիտեր ծեր գարձիկի ինչ է, գիտեք ադենը մեկ գերտանք Rogers կամ Bell website, գսենք նորեն ելավաս AI chatbot-ը անցիմը հետ ուզեմ խոսել։ Բայց տեխնոլոգի մն է, որ ներկա է եւ ընկերությունները կրնան օգտագործել։ Երկրորդ օրինակը email and review handling, այսինքն AI պրոգրամներ, որ կրնան ինքնավար եւ մասնակիտական ձևով պատասխանել հաճախորդին review-ներուն։ Կրնա ըլլալ Google reviews, Yelp reviews, որևէ մեկ website, որ կհաստատի ընկերության review-ները։ Երկրորդ կատեգորին administration, երկու կարևոր գեդեր կա, որ գուզեմ հիշել, ուր AI կրնա օգտակար դառնալ։ Documentation support եւ financial analysis։ Բիդի չի փասադրեմ ասոնք հիմա, որտեղ technical են, եթե հարցում ունիքն է, կրնակ հարցնել եւ կրնամ հետո փասադրել օրինակ տալով։ Եվ վերջապես երրորդ խումբը marketing, գուզեմ հիշել հոս, որ AI պրոգրամները կրնան ստեղծել social media posts, flyers, posters, ծանուցումներ կամ ads եւ կրնան նույնիսկ կատարել market and competitor research։ Հիմա մեր երկրորդ խումբը, մեր վարչությունները։ Եվ 3 կատեգորիները հետևյալն են. grants and fundraising եւ երկրորդ եւ երրորդ խումբերը բիդեսնեք կամ կատեգորիները բիդեսնեք նախորդ խումբին պես է, այսինքն administration and marketing։ Grants and fundraising։ Մենք այսօր կտեսնենք, թե ինչապ հաջող են մեր վարչությունները եւ հանձնախումբները եւ քաղուտը fundraising-ի մեջ, այսինքն տրամահավաքի մեջ։ Եվ այս շատ կարևոր է, որտեվ գարդոնե մեզի, որ հասնենք մեր նպատակներուն։ Բայց իմ կարծիքովս երբեմն ծևը, որ գնենք fundraising-ը old fashioned է եւ գնանք զարգացնել։ Ինչ կուզեմ ասել հոս։ Այսօր կա հատուկ on-line պլատֆորմներ նվիրված տրամահավաքի համար, որ գօգտագործեն AI-ը։ Եվ ինչու կարևոր է, որտեղ աս պլատֆորմները կրնան ինքնավար ձևով պատրաստել եւ ղրգել email-ներ անցյալի նվիրատուներու, կրնան պատրաստել ստացակիրներ կամ receipts, գարդոնեն, որ մարդիկ իրարու հետ հաղորդակցին աս պլատֆորմներուն վրա, եւ կարելի է ամենեն կարևորը գարդոնեն, որ մարդիկ տեսնեն,
թե ինչապ տրամ հավաքված է աս վարգյանին եւ ինչապ մենք մոդ ենք մեր նպատակներուն։ Հետևաբար աս պլատֆորմները գկաչալերեն ոչ միան մեր քաղուտը, բայց ուրիշ հայկական եւ օդար շրջանակներ, կանադայեն ներս եւ նույնիսկ կանադայեն դուրս։ Երկրորդ կատեգորին administration, ուզեմ հիշեցնել, որ այսօր կան AI պրոգրամներ, որ գրնան ադենակրություն պատրաստել եւ աս ներկայացում են առաջ փորձեցի մի քանի AI պրոգրամներ եւ բավական հաջող էին նույնիսկ հայերենով։ Եվ վերջապես մարքեթինգի կատեգորին քիչ թե շատ մոդ է կամ նույնն է առաջին խումբին պես, բայց կարևոր գեդը որ գդարբերի, որ պիտի հիշեմ, AI պրոգրամները կրնան ստեղծել email campaigns։ Հասնելով մեր վերջին խումբին, այսինքն տասնյարակչական ծրագիրները։ Երեք կատեգորիները հետևյալն են. program development, cultural preservation եւ նորեն marketing։ Program development-ի կատեգորիին դա կա երկու կարևոր կետեր. curriculum outlining and lesson planning։ Այսինքն ծրագրի եւ թասի պատրաստություն եւ հոս գուզեմ հիշել կամ հիշեցնել, որ ըսինք սկիզբը ինչպես AI պրոգրամները կրնան շատ լավ research-նել կամ ստեղծել նոր բաներ եւ իրականության մեջ AI պրոգրամները շատ լավ են կամ շատ արագ են ստեղծելու համար structure-ներ եւ outline-ներ։ Ուրեմն ես չեմ խրադեր, որ AI-ը կորցածենք պատրաստելու համար թասին content-ը կամ փոխանցությունը, ադի չէ ասածս։ Թող լա AI-ը ad աղբյուրը, որ գարակցնե մեր աշխատանքը։ Երկրորդ կատեգորին culture preservation, այսինքն ինչպես կպահպանենք մեր մշակույթը AI միջոցով։ Մենք գիտենք, թե AI-ը ինչպես կրնա ստեղծել նկարներ, վիդեոներ, երգեր։ Եվ ասոնք շատ կարևոր են, որովհետև քայլ կպահեն մեր ներկա եւ աբակա սերունդներուն հետ։ Այսինքն մեր հայոց պատմությունը, մեր նշանավոր թեմքերը, մեր հերոսները, մեր ինքնությունը գազմող գեդերը, մեր հայրենի հողերը, ասոնք բոլոր բաներ են, որ այսօր կրնանք վերստեղծել եւ երևակայել AI-ի միջոցով, գրավելով մեր հետաքրքրությունը եւ մեր նոր սերունդները։ Այս անգամ ցեզի գուզեմ ցույց տալ երկու պոստերի նմուշներ։ Ասոնք ես պատրաստած եմ քրիստոնեական տասնյարակչական հանձնախումբին համար AI-ի միջոցով։ Ուրեմն ես չրի գծակրությունը կամ ասի իրական նկար չէ AI պրոգրամին դեղեցությունը դվի եւ ստեղծեց ֆլայերները։ Եվ անգեզատ դեսած եմ ուրիշ հանձնախումբներ նույն ցևով պատրաստեն շատավոր պոստերներ AI-ի միջոցով։ Այսօր խոսեցանք մինչև հիմա թե ինչ է AI-ը, ինչպես գտնված է, ինչպես զարգացած է, ինչ է դարբեր AI դեսակները, մի քանի օրինակ դեսանք, որ հասկանանք դարբերությունները եւ խոսեցանք թե ինչպես կրնանք կորցածել մեր քաղաքներս։ Վերջին նյութը կամ բաժինը, որ կուզեմ այսօր խոսիլ, ինչպես կրնանք օգտագործել AI-ը ապահով ձևով, այսինքն անգլերենով what are the safety considerations when using AI։ Shotgun գալի 20-ատ կրնամ քրել, բայց զադեցի ամենեն կարևոր 4 կետերը, բիդի գարտամ անգլերենով եւ ամփոփված ձևով բացատրեմ հայերենով։ Առաջինը never input private or confidential information։
Այսինքն եթե գործազեք որ որևէ մեկ AI-ի պլատֆորմ կամ պրոգրամ վստահ եղեք որ չեք տար դերեկություններ ձեր մասին, որ անգլերենով գոչվի personal identifiable information։ Ձեր հասցեն, ձեր social security թիվը, բանկայի թիվը, բանկայի statement-ները, չեմ դեր ուրիշ օրինակ չի կարգոր, բայց ավելի հստակ լալու համար եթե նամակը ստանաք կառավարությունեն կամ CRA-ն եւ գուզեք ChatGPT-ին կամ որևէ մեկ պրոգրամը ցեզի օգնե կամ պատասխանե մի նկարեք ամեն թուղթը կամ եթե պիտի նկարեք նեպամը վստահ եղեք որ ան դերեկությունները չի դրվիր սիստեմներուն AI սիստեմներուն ինչու որովհետև չենք գիտեր աս ընկերությունները ինչ գնեն ծեր data-ով ինչ ծևով գբահբանեն կամ գբահեն իրենց database-ներուն մեջ եւ որևէ մեկ ադեն գնա լալ cyber security attack կամ data leak ուրեմն ծեր մասին information կամ դերեկություն չեք ուզեր exposed լա Երկրորդ կետը disable data sharing in account settings կամ պրոգրամներ, AI պրոգրամներ կարողությունը ունիս, որ ինձինքդ ավելի ապահովն ես քու account-դ։ Օրինակ ChatGPT-ին մեջ կրնաս ասի գանել, disable data sharing, ինչս էլ է ասի։ Տուն եթե դերեկություն դասն է, AI պրոգրամը կամ սիստեմը գործածե անդերեկությունը քեզի պատասխան կուտա բայց եթե as disable data sharing-ը չեսրած ծևը որ գարնես կուտաս սիստեմին հետ կամ քու դերեկությունդ AI պրոգրամը գործածե որ իր պատասխանները լավացնե եւ իր մոդելները զարգացնե ասել է as ծևով քու դերեկությունները դեռ ավելի դեղեր գերտագոր քան թե մնա ուր որ պատասխանին դեղն է so ասի it doesn't eliminate risk but it reduces your exposure եթե սխալ մամը դվիր քու մասիդ կամ in general նույնիսկ եթե չես դված երրորդ կետը never treat AI output as absolute truth verify այսինքն it depends ինչու համար գործածես որ AI պրոգրամը եթե բարձ հարցում մնե like գնաս ավելի ինքնավստահություն ունենալ բայց in general ինչ որ գդրվի AI պրոգրամեն պետք է ստուգեք չի հավատակ 100% եւ օրինակ մտալու համար որ ավելի լավ գնանք ըմբռնել եթե բժշկության մասին բամը գարցնեք կամ նույնիսկ finance-ի մասին գնանք բանջել references give me the references որ ասծևով միտքերն հանգիստ կլա եւ վերջին կետը watch out for AI powered scams դժբախտաբար անչափ որ տեխնոլոջիը գահարաչանա ծևերը որ criminal activity գլա ադա գահարաչանա so երբեմն գլսենք լուրերեն CBCN կամ ինչն է CP24-ն որ նենեմը կամ մեծ հայրը տելեֆոն կամ հերացային գստանա իր թորնիգին ցայնն է որ գսեգոր ես հիմա փանդնեմ ինձի հաջիս տրամղրգե եւ ասի it's scammer-ները AI գործածեն որ mimic անեն եւ անգլերեն հայերենով չեմ գիտեր create a sense of urgency եւ ծևեր կա որ ինձինքնիդ կրնակ պաշտպանել ասկեդեն բիդի չի բացադրեմ խորունգեն, բայց մի քանի հատ որ գսվի հերացայինը կոչեցեք, ետ հերացայինը ռեք, կամ բահանջեցեք դերեկություններ, ինչպես 3 գիշեր ուր էինք կամ 1 շաբաթ առաջ ուր կացինք, որ ասծևով գրնաս verify անել կամ ստուգել, որ անձը քեզի ինչ կսե որ նե եթե ճիշտ է կամ ոչ։ Okay, so այսպիսով գուզեմ փակել իմ ներկայացումս, գուզեմ շնորհակալություն հայտնել
հոմի վարչության, հոմի դաստիարակչական հանձնախումբին եւ վստահ բոլորդ, որ այսօր ներկա գտնվեցաք, նույնիսկ օդը շատ ավոր է դուրսը, բայց հոսեք հետս եւ ասոր մասին գլսենք։